Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քննչական կոմիտեում է, մեղադրվում է տարիներ առաջ հեղաշրջման կոչ հնչեցնելու համար։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Կարող է հաջորդը ձեր հետևից կան։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելու անհաջող փորձերը Մայրաթորում բախումների պատճառ դարձան։ Իրավապահները այսօր խուզարկել են նաև Շիրակի թեմի առաջնորդարանը։ Արդեն դարպասներն են փորձում կոտրել հիմա։ Այո, բացեցին։ Մայրաթորն ու Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել են իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին։ Ընդդիմությունը կոշտ բնութագրումներ է տալիս տեղի ունեցողին, համարելով սա իշխանությունների հարձակում է եկեղեցու դեմ։ Դա սիմբիոզ է երիտթուրքերի եւ բոլշևիկյան գործելավոճի։ Իշխանական պատգամավորը արդարացնում է իրավապահների մուտքը Մայրաթոր։ Իրավապաշտպանը տեղի ունեցածը համարում է ուղիղ հարված պետականությանը։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ընկալիք ունենք, որ մեր խնդրանքը բավարարվելու է։ Բادرزی на توجه بررسی و مشخص بشه Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառում, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից։ Թեհրանն այդ հարցով դիմել է Բաքվին։ Նախ տեղափոխվենք քննչական կոմիտեի մոտ, այստեղ մոտ 2 ժամ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն է ժամանել, նրա դեմ քրեական գործ է հարուցվել տարիներ առաջ հնչեցրած մի հարցազրույցի համար։ Այժմ ուղիղ կապ հաստատենք իմ գործընկեր Նաիրա Բուլղադարյանի հետ։ Նաիրա, ինչ է այժմ կատարվում եւ հատկապես ինչի համար է մեղադրվում Աջապահյանը։ Տաթև Աջապահյանը մեղադրվում է իշխանության զավթման արտակոչեր եւ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր արտահայտություններ անելու համար 2023 թվականին հնչեցրած արտահայտություններ են եւ թե ինչու են հիշել հիմա իրավապահները, քննչական կոմիտեն պաշտոնապես որևէ բան չի ասել։ Նա իր փաստաբանների հետ ավելի քան 2 ժամ է գտնվում է քննչական կոմիտեի ներսում, ԱԱԾ-ն էր նրան փորձել բերման ենթարկել, ձերբակալել քննչական մարմին ներկայացնելու համար եւ այստեղ նրան ենթադրվում է, որ այս 2 ժամվա ընթացքում պետք է մեղադրանքը ներկայացնեին, ծանոթացնեին մեղադրանքին, հետո իրագործեին այդ ձերբակալման որոշումը եւ տանեին դատարան, որպեսզի դատարանը արդեն այնտեղ քններ կալանավորել նրան, թե ոչ։ Կալանքի միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտեն ինչու չի պատճառաբանում եւ ինչու չի ընտրել այլ խափանման միջոցներ, որոնք ավելի մեղմ են, դա էլ չի ասում եւ առհասարակ այսօր քննչական կոմիտեն որևէ զանգերի լրագրողների այդպես էլ չպատասխանեց։ Նշեմ, որ այս 2 ժամվա ընթացքում այստեղ մի խումբ անձանց ձերբակալեցին, բերման ենթարկեցին ոստիկանները, թե քանի հոգու են ձերբակալել ներքին գործերի նախարարությունը որևէ բան դեռևս չի ասել, ավելի ուշ կհաղորդի այդ մասին, այդպես ասացին, նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում է, իսկ այդ վարույթը վերաբերում է այսօր հարուցված քրեական գործին, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածի մասին է խոսքը, դա վերաբերում է այսօր ԱԱԾ գործողություններին, երբ ԱԱԾ-ն Էջմիածնում փորձում էր բերման ենթարկել ձերբակալել Աջապահյանին, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց եւ հենց այս գործի շրջանակում էլ Աջապահյանի աջակիցներին այսօր բերման է ենթարկում ոստիկանները, թեև այդ պահին որևէ բան այդ քաղաքացիներին ոստիկանները չէին ասում, պարզապես բռնում էին նրանց թևերից, ոտքերից եւ ուժով նստեցնում ոստիկանական ավտոմեքենաները։ Մեծ զրույցում 2 քաղաքացի պատմեցին, որ ճիշտ է իրենց ձերբակալման բերման ենթարկելու փորձ չեն արել, բայց մոտեցել են իրենց եւ հորդորել, առաջարկել լքել տարածքը, ինչու չեն պատճառաբանել, այդպես էլ քանի որ պատճառաբանություն չեն լսել, քաղաքացիներն ասում են, մենք էլ որոշեցինք, որ չեն գնա այս տարածքից, կմնանք այստեղ, որովհետև ամեն դեպքում այս հատվածը արգելված տարածք չէ։ Մոտեցի ասում եք, այստեղ մի կանենք, ասում եք բավորդեղ, հա մեզ են հենց ասում, մենք կանգնած ենք խմբակցությունով, ասում եք բավորդեղ, ասում եք գնացեք այստեղից հեռու, ասենք այն կողմ թե այս կողմ, ասում է այստեղից հեռու։ Ու այդ խոսակցության ընթացքում, որ մենք որոշում ենք, որ կողմ գնանք, մյուս ուրիշ խումբ եկավ, առանց ներկայանալու, առանց օրինական պահանջ ներկայացնելու, այդ մարդուն բերման ենթարկեցին, փորձում ենք կանխեինք
չստացվեց։ Իրանք շատ էին, որ ասում եմ, տեղ հաղթեցին տարան այդ մարդուն։ Տարան չգիտեք։ Մեկ հոգու հաստատ տարան, Սամվել Հարոյան, Երևանի հավաքանում Հայ Հայաստան խմբակցության անդամ։ Հա, Իրեն են տարել, այո։ Չէին պատճառաբանում, ինչու պետք է չկանգնեք այստեղ եւ 0 պատասխան։ Ոչ մի պատճառաբանություն։ Ուղղակի էստե մի կանգ, դուրները չի գալի, ասենքն դու կարան նայեն, հիմա ցանկացածին ասեն դուրս չի գալի, որ ստե կանգնացես ու բերման ենթարկեն։ Ասեցին, որ հեռանամ, ես ասի, եթե չի հեռանամ, ես չեմ կարող իմ ժողովրդից բաժնվել, ես պետք է ժողովրդի գողքին լինեմ, ասի չի հեռանամ, իցբիցեր պագալեք, ասի սան ոչ, բայց քեզ զգուշացնում ենք, ասեցին։ Ձեզ զգուշացնում են տարածքը լքեք։ Այսինքն ոչ որևէ մի փախում լնա, որևէ մի բան լա, ինձ պիտի պնեմ տանեն երևի ինչ որ մեկը չգիտեմ ով իրենց բան արել է, որ ինձ ամիջապես պնեն տանեն աստեղից։ Ես անշուշտ չեմ կարող իմ ժողովրդի գնանք դարձնել հեռանալ, որ գիներին հիմա աչքիս առջև 2-3 հոգի գաղտնած են, ոչինչ ոստեղը գաղտնած են, 2 հոգի պնեցին դարան եւ ինձ զգուշացնում եմ, որ ես թողեմ հոստեղից հեռանամ։ Իսկ եթե չհեռանաք, ինչ են անելու։ Ասացին, որ հարցերի ուղղակի, որ ինչ է, եթե չհեռանամ, ինձ բիցեր պագալեք, ասաց ոչ, բայց քեզ զգուշացնում ենք, ասեցին, ուրեմն ադի դա ինչպես որ գուզեք կարող եք տակոնել։ Իսկ ինչ է պատճառաբանում, ինչու են ասում ստեղից գնալ։ Երևի ասեցին նաև, որ քեզ ճանաչում ենք եւ բան ուզում ենք կամ խնդրում ենք, որ հեռան։ Նշեմ, որ քննչական կոմիտեի շենքի առջև մի քանի տասնյակ ոստիկաններ կան նաև աջակիցներ, ամեն դեպքում ոստիկանական շղթան շատ ավելի մեծ է, քան քաղաքացիները։ Տաթև։ Շնորհակալություն Նայրա։ Ես ուզում եմ հարցնել արդյոք այժմ ինչ է սպասվում։ Փաստորեն arczepiskopos Աջապահյանը հնարավոր է այժմ տարվի կալանքի հարցով դատարան եւ փաստորեն արդեն իսկ կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստանյանից հետո Աջապահյանը կարող է դառնալ երկրորդ բարձրաստիճան հոգեվորականը, որ կհայտնվի անազատության մեջ։ Տաթև դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի հետոն, ամեն դեպքում այն, որ կա ձերբակալման որոշում, որպեսզի ներկայացնեն դատարան, նշանակում է, որ դատարանը պետք է քննի կալանքի միջնորդությունը քննչական կոմիտեի, թե ինչ տեղի կունենա հետո, դա արդեն դատարանի դատավորի տիրույթում է եւ թե որ դատարան կմակագրվի այդ գործը այս պահին էլ պարզ չէ, մենք լրագրողներով փորձում ենք ճշտել չիմացանք։ Կամ դատարանը կգնա այդ քայլին կբավարարի միջնորդությունը կամ էլ ոչ կընտրի այլ խափանման միջոց։ Այո, եթե նրան կալանավորեն, կստացվի, որ Աջապահյանը երկրորդ հոգևորականն է, որ այս անցած 2 օրերի ընթացքում մեղադրվեց եւ փաստորեն, եթե այսպես լինի, կկալանավորվեց։ Իմ գործընկեր Նայրա Բուլղադարյանը շարունակում է հետևել իրադարձություններին քննչական կոմիտեի մոտ։ Ես հիշեցնեմ, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը մոտ 2 ժամ առաջ մտել է քննչական կոմիտե, այնտեղ ինչ-որ գործողություններ են տեղի ունենում եւ ծրագրի ընթացքում անհրաժեշտության դեպքում մենք դարձյալ Նայրա Բուլղադարյանի հետ կապ կհաստատենք։ Իսկ մինչ Աջապահյանին քննչական կոմիտե հասնելը վաղ առավոտից շատ լարված էր թե Էջմիածնում, թե Գյումրիում։ Իրավապահները Միքայել arczepiskopos Աջապահյանին բերման ենթարկել անհաջող փորձեր էին անում, ինչը մայրաթոռում բախումների պատճառ դարձավ։ Իսկ Էջմիածնից առաջ էլ իրավապահները խուզարկել են նաև Շիրակի թեմի առաջնորդարանը։ Ողջ օրը իմ գործընկերները հետևել են իրադարձություններին, Սաթենիկ Կազվանցյանը Գյումրիում, Ռոբերտ Զարգարյանը մայրաթոռում եւ հիմա ուղիղ եթերում հենց Ռոբերտ Զարգարյանի հետ ամփոփենք, թե այսօր ինչ տեղի ունեցավ։ Ռոբերտ, փաստորեն իրավապահների բերման ենթարկելու փորձերը այս ընթացքում մայրաթոռում խափանվեցին։ Դա բավական աննախադեպ երևույթ էր տեսնել դիմակավորված ԱԱԾ եւ ոստիկանության ներկայացուցիչներին մայրաթոռում, ինչ էր այնտեղ կատարվում։ Արդյոք քննչական կոմիտե փորձում էին բերման ենթարկել, արդյոք կարողացան ի վերջո ինչ-որ հարցունքի հասնել։ Այո, Տաթևի օրվա առաջին կեսին ուժայինները հենց փորձում էին նրան ձերբակալել մայրաթոռից, բայց մի քանի փորձերից հետո դա այդպես էլ չհաջողվեց, արդեն երեկոյան ժամը 5-ին, եթե չեմ սխալվում, մոտավորապես այդ ժամերին դարձյալ հայտարարություն եղավ, Աջապահյանը ասաց, որ ինքը կգնա իր կամքով կհասնի, ի վերջո
ստացվեց երթով, այսպես ոտքով դուրս գալ նախ Վեհարանի տարածքից, ապա Մայրաթորից։ Այո, բախումներին մենք դեռ կանդրադառնանք, ուզում եմ հասկանալ ինչպես ստացվեց, որ ի վերջո Աջապահյանը կարողացավ դուրս գալ, քանի որ ամբողջ օր ուղիղ եթերում մենք տեսնում ենք, որ քաղաքացիները նաև փորձում էին թույլ չտալ, որ Աջապահյանը հասնի Քնչական, որտեղ նրան սպառնում է կալանավորվելու այդ ձերբակալվելու եւ կալանավորվելու հեռանկար։ Այո, Տաթևիկ, կարծես այսպիսի մի համաձայնություն հասան կողմերը, եթե կարող ենք այսպես ասել, որովհետեւ հոգևորականները անձամբ Աջապահյանը հայտարարում էին, որ պատրաստ են գնալ, պետք է գնալ, որպեսզի ապացուցեն, որ իրավապահների պնդումները թե նա թաքնվում է սխալ է, բայց մարդիկ էլ հավաքված դեմ էին, շրջապատում էին մեքենան, նման մի քանի փորձ եղավ, այդպես էլ չստացվեց։ Այո, մենք ունենք այդ տեսանյութը կարող համաձայնության եկան կողմերը, որ կարծես իմ տպավորությամբ, որ ոտքով, երթով կշարժվեն մի փոքր, Էջմիածնի տարածքով երթ սկսվեց այսպես ինքնաբուխ, ապա Սրբազանը նստեց ավտոմեքենան ու փաստորեն այնտեղից տեղափոխվեց Քնչական կոմիտե, կարծես այդ իրադարձություններից կադրեր ունենք, հիմա դիտենք։ Կալանավորելով կավարտի գործողությունները Մայրաթորի դեմ։ Չէ, չի ավարտվել։ Եկեղեցու հաղթանակով է ավարտվել։ Հանրապետի նկատմամբ մեղադրանք առաջադրել։ Սրանցից ամեն ինչ սպասելի, ամեն ինչ։ Չեք թողնում մեքենայով գնամ, ես գնում եմ ոտքով։ Սպառնալիքը նստած է կառավարության շենքում։ Ես իշխանության զարթման հետ գործ չունեմ։ Ես ասել եմ, որ այս չարիքը պետք է հեռացվի։ Եվ այո, առաջին հերթին ազգային անվտանգությունը պետք է այս չարիքը հեռացնի։ Իր պարտականությունն է։ Չի կատարում, թող չկատարի, թող երկիրներ գնա այսպես գործանման։ Բայց ես չեմ լինի մեղավոր։ Ես չեմ լինի մեղավոր։ Հիմա իրենք ուզում են իմ վրա մարտել, որ ես եկել եմ ձեր հետևում խակնվել եմ, հա, վիճակ եմ հրահրում։ Ուշ երեք թող գային մեկուսը տանի։ Երեք առաջերը թող գային տանի։ Այս նպատակը նաև շոյ։ Ասեք ավտոներն։ Իհարկե։ Չեն թողնում մեքենան նստում են դեմը փակում են։ Դեմը փակում են։ Ուժասված կլինեն, կլինեն ինչ է։ Կկարողանամ, չեմ կարողանա շտաբօգնությունը գգան, տանի հիվանդանից։ Տեղից մեքենայով ժողովուրդ։ Ջորջան, ուրեմն ով որ ուզում է գալիս է։ Բոլորը Սրբազան ջան, բոլորը։ Բոլորը։ Ձեր պատգամը, Ավդալյան։ Սրբազան մենակ Քնչական չմտնեք։ Ձեր շորթեք շարժումը։ Սրբազան ձեր պատգամը ձեր հոտին ինչպեսին է։ Հաղթանակ։ Աստված բավան, ամեն։ Ռոբերտ, իսկ ճանապարհին ինչ որ միջադեպ արդյոք գրանցվեց, իրավապահներ արդյոք միջամտում էին այս երթին կամ երբ Սրբազանը նստեց արդեն մեքենա, դրանից հետո արդյոք քաղաքացիները փորձում էին նրա հետ հասնել Քնչական, ինչ էր տեղի ունենում այդ ընթացքում։ Այո, Տաթևիկ, մի փոքր խումբ այս կադրերում տեսանք ինչպես Սրբազանը նստեց մեքենա, դրանից հետո փոքր խումբ որոշեց ոտքով շարժվել դեպի Երևան, բավականին մեծ խցանում էր առաջացել այդ գլխավոր ճանապարհին, սակայն արդեն Էջմիածնից դուրս բերող հատվածում մոտավորապես Վարդնոցի տաճարի մոտ ուժային գործողություն եղավ, մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին, այդ ամենը մենք նույնպես արձանագրել ենք, հիմա դիտենք ու վերադառնանք։
Մենք այժմ դիտեցինք արդեն ճանապարհին այդ բախումների եւ բերման ենթարկումների կադրերը, բայց նաեւ բախումներ տեղի են ունեցել այսօր օրվա ընթացքում մի քանի անգամ հենց Մայրաթոռում ներկա գտնվող իրավապահների հետ։ Ինչ էր այնտեղ կատարվում, արդյոք ինչպես ընկալվեց իրավապահների մուտքը Մայրաթոռ։ Տաթևիկ իրավապահների մուտքը այսպես շատ բուռն արձագանք ստացավ, որովհետև վեհարանը դա այն վայրն է, որտեղ ընդհանրապես կողմնակի անձանց մուտքը արգելվում է, իսկ հիմա տեսանք դիմակավորված ԱԱԾ-ականների ներսում, ոստիկանության զորքերի ներկայացուցիչների, նրանց մուտքին զուգահեռ վեհարան մտան նաև աջակիցները Սրբազանի, ովքեր ինչպես պատմեցի թույլ չէին տալիս, որպեսզի նրան տանեն դեպի քննչական կոմիտե եւ այս ընթացքում պարբերաբար բախումներ էին լինում։ Նախ առավոտյան կեսօրին մոտավորապես ժամը 12-ին Սրբազանը հայտարարեց, որ պատրաստ է գնալ իրավապահների մոտ ներկայանալ, ոչ մի խնդիր չկա այդ մասով, բայց հավաքված քաղաքացիները դեմ արտահայտվեցին եւ արդեն դարպասների մոտ, որտեղ մեքենա էր սպասում, կարծես բախում սկսվեց, որը տևեց մոտ 10 րոպե եւ գուցե ավելին, այս ամենը բավականին նեղ հատվածում էր, հրմշտոց, շատ խառնաշփոթ իրավիճակ էր, կարծում եմ իմ արևահարված տեսքն էլ է վկայում, թե ինչ լարված դրություն էր այնտեղ։ Ի վերջո այս խառը իրավիճակում Սրբազանը կրկին վերադարձավ ներս, սրան հետևեց իրավապահների հայտարարությունը, թե նա թաքնվում է, ինչին ի պատասխան Մայրաթոռը մի քանի անգամ օրվա ընթացքում տեղեկացրեց, պնդեց, որ ժողովուրդը թույլ չի տալիս պարզապես նրան գնալ, հետո եւս մեկ այսպիսի փորձ եղավ դուրս գալու վեհարանի տարածքից, դարձյալ նույն պատկերը, առաջարկում եմ այդ բախումներից մեկ հատված դիտել։ Պարների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստաց։ Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք գնանք վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Կարող է հաջորդը ձեր հետևից կան։ Կարող է հաջորդը այս ճանապարհով ձեր հետևից կան։ Ահա, դուրս եկան դարպասից, Աջապահյանը արդեն վեհանի դարպասի մյուս կողմում է և հետևում էլ հրմշտոց, արդես դարպասներն են փորձում կոտրել հիմա, այո, բացեցին, զգուշ, հավաքվածները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Աջապահյանին չտանեն, մեքենայի շուրջն են հավաքվել։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Հիմա իրենց մենք պետք է այսպես ասած հաղթատուկ չտանք, որպես իրենք երկրորդ հարձակման իրավունքը ձեռք բերեն։ Արդեն իրենց նիկոլագանները ավելի այդ բանը տանում են համացանցում, որ ես թաքնվում եմ ձեր հետևում, ես թաքնվում եմ քահանաների հետևում, թաքնվում եմ եպիսկոպոսների եւ մյուսների հետևում, ես չեմ թաքնվում։ Թույլ տվեք իրենց ապացուցել, որ ես չեմ թաքնվում։ Եվ դուք էլ կարող եք այս ամբողջը արտահայտել այնտեղ, որտեղ ավելի հնարավոր է արտահայտել, քան թե փորձենք այս հոգեվոր մթնոլորտը խաթարել։
Այսքան մեր արածը մեքենան հեռանում է վերհանի բակից։ Հայտնի չէ, բայց այս պահին նրանք մեքենան հեռանում է այստեղից։ Ասա թե հետ գնա։ Հետ գնացեք։ Միկրոֆոնը արի։ Ռոբերտ, ինչքան մնացին իրավապահները Մայր աթոռում եւ արդյոք ինչպես որոշեցին հետո դուրս գալ։ Տաթևիկ հենց այս բախումից մոտավորապես 1.5-2 ժամ, եթե չեմ սխալվում, նրանք դեռևս Մայր աթոռի տարածքում էին, Վեհարանի բակում էին։ Հետո ինչ որ պահի այս լարված իրավիճակում տեսան կադրերը, որ այդ ամենագնաց մեքենան դուրս է գալիս, հավանաբար հենց դրանով էլ պատրաստվում էին քնչական տանել Սրբազանին, նրանք այսպես ամբողջ ուժային կազմով դուրս եկան Մայր աթոռից, հետևեց արդեն ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը, որ նման քայլի դիմում են, որպեսզի իրավիճակը էլ ավելի չլարվի։ Այս ամենից հետո իրավիճակը այնտեղ կարելի է ասել փոքրինչ հանդարտվեց, հաջորդիվ արդեն այդ լարվածությունները հավաքված քաղաքացիների ու Աջապահյանի հեռանալու հետ կապված նրանց դժգոհության հետ էր կապված։ Շնորհակալ եմ Ռոբերտ ամբողջ օրը իրավիճակին հետևելու համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էինք իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանի հետ, ով առավոտից Մայր աթոռում հետևում էր իրադարձություններին։ Բայց մինչև Մայր աթոռ հասնելը իրավապահները Գյումրիում էին փնտրում Աջապահյանին, գործողություններ էին Շիրակի թեմի առաջնորդարանում, որտեղ եւս շատ լարված իրավիճակ էր։ Իրավապահները առաջնորդարանում նաեւ խուզարկություն են իրականացրել, նրանց հեռանալուց հետո տեսանյութերից պարզ է դառնում, որ arczepiskopos կեցարանի դուռը կոտրված է, այնտեղից թղթապանակներ եւ համակարգիչ են տարել։ Սրբությանը կարելի է կմնել, սրբության ոչ մի բանի։ Ամեն ուրախության ժամանակ բարակ վերքույր գնում ունես դու կրկված եք բոլորը, կրկված եք, չեք անում, չէ՞։ Երկու ժամ վարության պետն է, այն կողմում կանգնել։ Ինչի համար, կներեք։ Ծառայություն ենք իրականացնում, խանգարում ենք։ Ժողովուրդ, մայթի են կողմում ենք կանգնում։ Խանգարում եք մեզ, գնացեք այն կողմի վրա։ Տեղեկություն ենք, զգուշացել եմ, ներկայացել եմ, տարում ենք ոստիկանություն։ Ավելորդ պիսադրեք, ընդունում ենք, ծառայություն ենք իրականացնում։ Եթե օրինական խուզարկություն է կատարվում, ինչու չի կարող անձի փաստաբանը ներկա գտնվել այդ խուզարկությանը, որ օրենքի համաձայն են իրենք մերժել իմ ներկայությունը։ Եկա այն պահին, որ արդեն քննչական խումբը ներս էր մտել առաջնորդարան, իսկ ոստիկանները արդեն մուտքը փակել են եւ ոչ մի շարժ չէին թողնում իրականացել առաջնորդարանում։ Փորձեցի ես նոր ներս մտնել, բայց ինձ էլ չթողեցին, փաստաբանն էլ չթողեցին, Սրբազանի լիազոր ներկայացուցիչ կա հոգեվորական մեր հորն էլ չթողեցին ներս մտնելու, այդ էր։ Հիմա թե ինչ կատարվավ ներսում էս 2 ժամվա ընթացքում, այդպես մի հատ մութ մնաց մեզ համար։ Դուրս գալուց տեսանք, փորձեցի պարզաբանումներ ստանալ, բայց չստացվեց։ Հիմա փորձում ենք նաև քննչական կոմիտեի ստանանք, որովհետև պարզաբանում իրոք ինչ է կատարվել, լավ ինչ է տարել ստեղից։
Թղթապանակներ էր, ինչ էր, բայց թե ինչ էր իրականում այդ մեջը տեղեկություն չունենք։ Ոնց որ թղթապանակներ էր, այդպես լավ չերևաց այդ բանը, որովհետև շատ արագ ոստիկանների ուղեկցությամբ նստան ծառայողական իրենց մեքենան ու հեռացան։ Փոքր հետ կանգնեք, ժողովուրդ, դուրս եկեք ճանապարհից։ Փոքր հեռու էլի, մի Մայրաթորը հայտարարություն է տարածել, նշելով, որ այսօր հայ եկեղեցու եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված հայտարարակ գործողություններով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ Դատարանից արդար որոշում ակնկալելով Մայրաթորը նաեւ նշում է մեջբերեմ, ինչպես երկրի վարչապետի, այնպես եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Իրավապահ մարմինների մուտքը Սուրբ Էջմիածին դատապարտել է նաև Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, կոչ է արել դադարեցնել ձերբակալությունների արշավը եւ հանդարտամտորեն մոտենալ հակաօրինական համարվող հարցերին, ինչպես նաև սրբավայրերը երկյուղած մոտեցմամբ հարգել։ Անտիլիասից տարածված հաղորդագրությունում Կիլիկիո կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները, որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ։ Արամ Առաջինը նշել է, որ շարունակելու է իր քննարկումները կուսակցությունների եւ Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կանխվեն նոր բարդությունները եւ հարցերի լուծման ուղիները, որոնեն փոխըմբռնման եւ հարգանքի մթնոլորտում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ընդդիմությունը կոշտ բնութագրումներ է տալիս տեղի ունեցողին, համարելով սա իշխանությունների հարձակումը եկեղեցու դեմ։ Դա սիմբիոզ է երիտթուրքերի եւ բոլշևիկյան գործելավոճի։ Իշխանական падգամավորը արդարացնում է իրավապահների մուտքը Մայրաթոր։ Իրավապաշտպանը տեղի ունեցածը համարում է ուղիղ հարված պետականությանը։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կնկալիք ունենք, որ մեր խնդրանքը բավականանալու է։ Подозрительно на то же բարեսիոմուշն խասնուշը Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառում, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից։ Թեհրանն այդ հարցով դիմել է Բաքվին։ Այժմ անդրադառնանք հնչող գնահատականներին։ Ընդդիմությունը կոշտ բնութագրումներ է տալիս տեղի ունեցողին, համարելով, որ սա իշխանությունների հարձակումն է եկեղեցու դեմ։ Իշխանական падգամավորը համարում է, որ իրավապահները պարտավոր էին միջամտել եւ գնալ Աջապահյանի հետևից իր հայտարարություններից հետո, չհստակեցնելով սակայն, թե ինչու են նրանք դա անում այդ հայտարարություններից 2 տարի անց։ Ընդդիմադիրները Մայրաթորում դիմակավորված ԱԱԾ-ականների եւ ոստիկանության այսօրվա գործողությունը պատմական խայտառակություն են որակում, համեմատում բոլշևիկների վայրագությունների հետ։ Իշխանականները համաչափ են համարում, ողջունում նրանց սառնասրտությունը, որ բախումներ թույլ չտվեցին։ Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում Նիկոլ Փաշինյանի պարտությունը կանխատեսող Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Facebook-ում ինքնության ժողովրդավարական օրինականության շուրջ համախմբվելու կոչ արեց։ Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ԿՊԱ-ական սպասարկումներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն Ենիչեր։ Ավելի վատ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները։ Փաշինյանական Ենիչերները նրանց էլ կգերազանցեն շուտով։ Դուք տեսել եք այսօր Շիրակի թեմի առաջնորդարանի պատկերները։ Այդ Բացել եմ փաստորեն առաջնորդարանը։ Մենք այդպիսի պատկեր մեկ էլ տեսել ենք գրավված, օկուպացված Արցախում հայերի տների ու հայկական վանքերի հետ կապված։ Գրքերը, առաջնորդարանը, մասունքները։ Վեհարանում Միքայել Աճապահյանի կողքին գտնվող փաստաբան Միհրան Պողոսյանն ասում էր, հարցաքննության կամ այլ գործողություն իրականացնելու համար իրավապահները կապ չեն հաստատել Շիրակի թեմի առաջնորդի հետ։ Դիմակավորված իրավապահները նախ Գյումրիի առաջնորդարան էին գնացել։ Ավելի ուշ պարզվեց Սրբազանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում է։
Իշխանականները հայտարարում էին, թե կաթողիկոսն է նրան թաքցնում, դրանով, ինչպես ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր գրել, հեղաշրջման բացահայտ կոչերի պատասխանատվությունը վերցնելով իր վրա։ Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով Աճապահյանը Մայրաթոռում այսօր քահանաների ժողովը պիտի նախագահեր։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանն ասում է, եթե իրավական հարցեր թող ծանուցում ուղարկեին, փաստաբանի հետ ներկայանար։ Համոզված է իրավապահները գործել են ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, դրա ապացույցը նրա ստատուսներն է համարում։ Եթե որևէ կասկած կա, որ սա տեղի ունենում Փաշինյանի ուղիղ հրահանգավորմամբ, ուղղակի պետք է իր ստատուսները կարդանք եւ պարզ կդառնա, փաստորեն երբ Փաշինյանը ասում էր, որ հավատավոր հոտը օրենքի շրջանակներում կանի իր քայլը կանի ձեռնարկի գործողությունները, փաստորեն հավատավոր հոտ ասելով նկատի ուներ ԱԱԾ աշխատակիցներին։ Իշխանական ՔՊ-ի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համաչափ է համարում իրավապահների այսօրվա գործողությունը։ Իշխանությունը զավթելու կոչերը arczepiskopos-ը 6 օր առաջ վերահաստատել է։ Իշխանության փաստարկներից մեկն էլ սա է, բայց Սրբազանի փաստաբանը պնդում է, մինչ այդ վերահաստատումն է գործը հարուցվել, գրեթե 1.5 տարվա մի հարցազրույցի առիթով։ Իշխանությունը զուգահեռներ է անցկացնում ահաբեկչության մեղադրանքով կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործի հետ։ Դատարանի որոշում չկա, բայց Բագրատ Սրբազանին կալանավորելուց առաջ քննչականի հրապարակածը իշխանական պատգամավորն այնքան հիմնավոր ապացույց է համարում, որ դրա ավարտից հետո էլ չի պատկերացնում, թե իրենց վստահությունը կերեր է։ Եվ եթե իրավապահ համակարգը այս ապացույցները ձեռք բերելուց հետո չգործի, ես արդեն հարցեր կունենամ իրավապահ համակարգին։ Իհարկե պետք է գործի իրավապահ համակարգը։ Եթե պետք է սպասենք ոմանց տրամաբանությամբ, պետք է գան, շենքերը գրավեն, ջուլեն մեզ պատերից, նոր բռնենք։ Այ հիմա հաստատ ապացույցը կա, հաստատ ջուլել են, Այսպես է կանխվում, բա ոնց է կանխվում։ Ինչ վերաբերում է փաստաբան Միհրան Պողոսյանի պնդումներին, չհամեմատենք կանխված տերորիզմը ու իրավապահ համակարգի միգուցե ենթադրյալ չներկայացնելը ծանուցում։ Իսկ եթե իրավապահ համակարգը որոշակի ընդհանրակարգեր չի պահել, հանգիստ եղեք, դրան ևս անդրադարձումներ կլինեն, լինում են։ Երբ հայ ազգությամբ հայ ուժայինները գրոհեն Մայր Աթոռը, նախադեպ պատմության մեջ չեմ կարողանում հիշել, բայց հիշեցնում է բոլշևիկյան երիտթուրքյան գործելավոճ երիտթուրքերի դեպքում ցեղասպանությունից առաջ։ Նույն բառապաշարով են Փաշինյանը եւ Փաշլիզադեն խոսում հայ առաքելական եկեղեցու մասին։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ շուրջ 3 շաբաթ առաջ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը հանդես էր եկել հայտարարությամբ եւ Էջմիածնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մեղադրել այսպես կոչված ռևանշիզմի մեջ ու ասել, որ եթե չհրաժարվեն հայկական իրավունքների պաշտպանությունից իրենք քայլեր են ձեռնարկելու։ Գիտեք, շատ տարօրինակ է ինչպես է Փաշինյանի թիրախները միշտ համընկնում Ադրբեջանի ու Թուրքիայի թիրախներին։ Նախ երիտթուրքերի հետ դաշնակցությունն ա եղել դաշնակից, այնպես որ թող մեզ ինչ-որ գործողություններում մեղադրելուց առաջ իրենց պատմությունը նայեն։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն օրվա ընթացքում չէին մոռանում Գարեգին II-ին, որին այլևս նրա աշխարհիկ անունով են կոչում Կտրիչ Ներսիսյան։ Եվ մի շարք մեղադրանքներ ուղում։ Ինչպես ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է Facebook-ում գրել, Մայր Աթոռը դարձրեց ռազմական հեղաշրջման կոչ անողների, մարդ գյուլլողների, ավտոբուս վարողների, ռոբասերժական թալանչիների եւ լևոնական աղանդավորների հավաքատեղի։ Այսօր չեմ պատասխանի հարցին, խնդրում եմ մի հետապնդեք ինձ։ Մինչ իրավապահները վեհարանում էին, վարչապետը լռեց, խոսեց հեռավար Facebook-յան գրառմամբ իրավապահների գործողությունից եւ Աճապահյանի Էջմիածնից հեռանալուց հետո վերահաստատեց չի նահանջելու Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու մտքից։ Նա այնտեղ չի ուզում տեսնել Գարեգին II-ին։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը անընդունելի է համարում Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահների կոշտ գործողությունները։ Մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններն ըստ նրա հայ ազգի համար կարևորագույն քրիստոնեական սրբավայրում ուղիղ հարված են պետականությանը։ Նմանատիպ մարտաֆիլմեր հիշեցնող տեսարաններ սարքելը միանգամից գալիս է եւ միանում է այն ցավոտ տրավմատիկ հիշողություններին, որոնք պատմական իմաստով հարուցվել են ցեղասպանության ընթացքում, ստալինյան բռնաճնշումների ժամանակ, երբ եկեղեցու նկատմամբ եղել են ոտնձգություններ եւ ժողովրդի համար այդ նշանային վայրերը որպես այդպեսին բավական խնդրային են
նմանատիպ գործողությունները իրենք արդյունացնում են այդ տրավմաները եւ այդ չսպիացած վերքերի տեսանկյունից բացելու են նոր ցավալի իրավիճակներ։ Հիմա ցանկացած բացատրություն կարող են բերել, բայց մենք ունենք այն, ինչ ունենք եւ չհաշվարկված գործողությունների եւ այդ գործողությունների տրամաբանության բացակայության պատկերը արդեն իսկ բավական տրավմատիկ է։ Ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլև ամբողջ հայ ժողովրդի համար եւ այդ տրավմատիկ պատկերի ստեղծման համար պատասխանատուն միայն պետական կառույցներն են այս դեպքում։ Իրավապահ համակարգը հենց դրա համար է պրոֆեսիոնալ համակարգ, որ ինքը մշակում է իր գործողությունները, ինչպես կատարել, երբ կատարել, որտեղ կատարել, որ նաև մինիմալ վնաս հասցնի հանրությանը։ Այս դեպքում հանրությանը հասցվել է հսկայական վնաս, եւ այդ վնասի դիտարկումը եւ գնահատումը տարիներ շարունակ գնալու է իր հետադարձ կապով։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել առաջարկով Միքայել Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրել եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մարուքյանը կոչ է արել երկու ընդդիմադիր խմբակցություններին տալ գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրությունները։ Միքայել Սրբազանը, որ մեղադրյալի կարգավիճակ ունի, այս առաջարկին արձագանքել է, որ կալանավոր է։ Կալանավորը կարող է լինել վարչապետի թեկնածու, հարց է հնչեցրել Աջապահյանը։ Ես կարծում եմ, որ պետք է երկու խմբակցությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են տալ ստորագրությունները, եւ Միքայել Սրբազանը իր համաձայնությունը տա եւ առաջադրվի։ Նախ եկեղեցու դեմ պայքարը չի կարող որևէ ուղղություն ստանալ, որովհետեւ դրա ուղղությունը քաղաքական է։ Այն ամբողջությամբ քաղաքական է, այն ամբողջությամբ քաղաքական հետապնդման համատեքստում արդեն տեղավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որ այդպես էլ ձգձգվում է եւ չի մեկնարկում, ունի մեկ խնդրեմ։ Խնդրեմը հետեւյալն է, որ օրինակ իմ տեխնացիան վերաբերյալ երկու նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են ինչ-որ բաներ ասում, իրենց տեխնացուի վերաբերյալ Քոչարյանի ֆրակցիան չի միանում, խոսքը գնում է Սերժ Սարգսյանի տեխնացուին։ Իսկ Միքայել Սրբազանի այսօրվա կարգավիճակը, այն որ ժողովուրդը թույլ չտվեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ձերբակալեն նրան տանեն, այն որ նա վայելում է ժողովրդի լայն շերտերի աջակցությունը եւ նրա քաղաքական սուր միտքը, այսինքն նա հոգեորական է, բայց միևնույն ժամանակ հասկանում է, թե այս Հայաստանի Հանրապետությունը ինչ Հայաստանի Հանրապետություն է եւ ինչ process-ներ են տեղի ունենում, որ կարող է կործանել այս երկիրը։ Եվ ես կարծում եմ, որ նախ կկանխենք նրա կալանավորումը եւ երկրորդ գործընթաց կմեկնարկի, որը կարող է բերել ժամանակավոր վարչապետի ընտրության, իսկ ժամանակավոր վարչապետի ընտրությունից հետո ինչ է մնում երկրում անել։ Համերաշխություն հաստատել, միասնականացնել բոլորին, իսկ դա կարող է անել լավագույնս միայն մի մարդ, որը որ ունի իշաչարություն, որը որ հոգևոր քրիստոնեական արժեքներով է առաջնորդվում եւ կազմակերպել արդար ընտրություններ։ Միքայել Սրբազանը այն մարդն է, որի վրա են հարձակվել հանրապետական կուսակցության մեծից փոքր բոլոր ներկայացուցիչները։ Դրանից առաջ էլ քոչայանականները։ Ուզում ասեմ, ես մի մարդու անուն եմ տալիս, որը վստահ եմ, որ չի կարող ընկալվել նախկինների ռևանշիզմ։ Հետեւաբար նաև Վեհարանը ավելի է խոցելի դարձնում եւ այլն եւ այլն։ Կներեք, ով խոցելի է, ով խոցելի չէ։ Դիալ պարագայում Միքայել Սրբազանը բացարձակապես խոցելի չէ։ Հայաստան խմբակցությունը քիչ առաջ հայտարարել է, որ միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը, հաշվի առնելով հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակը, առկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են գործընթացին միանալու մասին։ Պատիվ ունեմ խմբակցությունը դեռ այս նախաձեռնությանը չի արձագանքել։ Այլ թեմաների անդրադառնանք կալանավորված Ռուսաստանաբնակ գործարար Հեցի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան վիճարկելու նրա կալանքի որոշումը։ Տաշիր ընկերությունների սեփականատերը 9-րդ օրն է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է։ Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, վիճարկում են գործարարին ազատազրկելու որոշումը։ Փաստաբաններն այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։ Դիմում ենք մի կառույցի ակնկալիք ունենք, որ մեր խնդրանքը բավարարվելու է, այսինքն
արձանագրվելու է խախտումը եւ պարտավորեցվելու է խախտումը անհապաղ վերացնում։ Պաշտպանական կողմն այս քրեական հետապնդումը ծայրից ծայր ապօրինություն է որակում ու աբսուրդ։ Իրավական ամենաթողության օրինակներից է վերաքննիչ դատարանում նշանակված նիստը, ասում է պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ Չնայած փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքը, բայց դատարանը նիստ է նշանակել, որ քննի այն։ Մենք հրաժարվել էինք, Դանիելյան Արմենը չակերտավոր ասած ուժի զորով քննում է, երբ որ ասում է, եթե հրաժարվել են, պետք է երրորդյա ժամկետում հարույթը կարճելու որոշում կայացվի։ Ռուբեն Հակոբյանը պնդում է, իր փաստաբանական պրակտիկայում նման դեպք չի տեսել, որ բողոքից հրաժարվեն ու դատարանը չկարճի վարույթը։ Իմ պրակտիկայում այսպիսի բան չի եղել եւ ես կարծում եմ երբևէ չի էլ կարող լինել։ Մենք չենք վիճարկում, իրանք վիճարկում են։ Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքից հրաժարվել էր պատճառաբանելով, թե չի վստահում դատավոր Արմեն Դանիելյանին։ Նրան էր գործը մակագրվել։ Այս դատավորը ցածր վարկանիշ ունի ու քաղաքական հնչեղ գործերով կողմնակալ որոշումներով է հայտնի։ Ազատությանն ասել էր մյուս փաստաբան Արամ Վարդևանյանը։ Պաշտպանական խումբը պատահական չի համարում, որ գործն աննախադեպ արագությամբ մակագրվել էր հենց այս դատավորին։ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կրճատելու վարույթը մատնվել էր հատուկ անգործության։ Այնուհետև դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն հարցի բողոքարկման բացակայության պայմաններում բողոք է ներկայացվել։ Այս ամենը կատարվել է զուտ նրա համար, որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր։ Տաշիր ընկերությունների սեփականատերը 9-րդ օրն է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է։ Նա վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց, հոգևորականների բարեգործներին ընդմիշտ պասիվացնել։ Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, հետո էլ 2 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում են որակում փաստաբանները։ Այս գործով որևէ մեկը թող իրավաբանություն, արդարադատություն ակնկալելու հույս չունենա։ Այս գործով իրավունքը եւ օրենքը չի գործում։ Եկեղեցին պաշտպանելուց հետո ազատությունից զրկված գործարարի կալանքը խիստ ռեժիմով է։ Տեսակցությունները սահմանափակված են, միայն մերձավոր ազգականները կարող են տեսակցել ամիսը 2 անգամ։ Թե ինչու կալանք եւ ինչու այդ ռեժիմով, այս հարցերի պատասխանը փաստաբանները դատարանի որոշման մեջ չեն գտել։ Այս գործով դուք ապօրինություններից զարմանում եք, այդ հայտարարությունը հանցանք գնահատելը ապօրինի չէր, աբսուրդային չէր, ինչի այդ հայտարարության շուրջ քրեական վարույթ նախաձեռնելը աբսուրդային չէր։ Կարապետյանը բանտից ուղերձներ է հրապարակում Փաշինյանի քաղաքականության հետևանքների մասին, ներքին խնդիրներից մինչև արտաքին քաղաքականություն։ Ամենտեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի։ Մենք միասին մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։ Ռուսաստանաբնագործարարի բանտային նամակներն ավարտվում են պայքարելու ենք կոչերով։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հեծը արագ պետք է պետականացվի։ Համապատասխան փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ է դրվել ազգային ժողովում։ Հեծի տնօրենը այս գործընթացը քաղաքական է համարում եւ հայտարարում, որ Սամվել Կարապետյանը հեծը պետականացնելու հարցում չի զիջելու։ Հիմա եթե այդ նախաձեռնությունը արդեն խորհրդարանում կա եւ առաջիկայում հնարավոր է կոնկրետ արդեն գործողություններ իրականացնեն գործադիր օրենսդիր իշխանությունը, կարճաժամկետ կտրվածքով եւս ունեք իրավական ճանապարհ, որով գնալու եք, թե դուք խոսում եք ավելի երկարաժամկետ պայքարի մասին, նկատում եմ իրավական ճանապարհով պայքարի։ Այսինքն այս փուլում արդեն ունեք ծրագիր, որով կխոչընդոտեք կառավարությանը, կառավարումը վերցնել իր ձեռքը։ Իհարկե, այս պահին հաշվի առնելով, որ դերևս ոչ մի բան չի արվել, իրականում այս պահին ոչ մի բան չի արվել, ընդհանրապես ինչ որ մի կիսագրագետ նախագիծ է դրվել։ Դրա համար մենք այս պահին անելու բանել չունենք, այսինքն իրավական մեթոդներով պայքարենք մի երևույթի դեմ, որը չկա, համենայն դեպս օֆիցիալ։ Դե շատ արագ կարող է լինել, այնպես չի որ ախր մեր կազմակերպությունը շատ լավ կազմակերպություն է եւ ուժեղ կազմակերպություն է, բայց ուժեղը ժողովրդի համար։ Նորից եմ կրկնում, Կարապետյան, Սամվելը եւ մենք պայքարում ենք հեծը չպետականացնելու համար մի քանի պատճառով, բայց առաջին իմ կարծիքով պատճառը տեսնում ենք, թե ինչ է կատարվելու հետո։ Իդեպ, պարոն Կարապետյանի այդ հայտարարությունը, որ
մեջբերում եմ իրեն, թքած ունեմ հեծի վրա էլ, իրենց վրա էլ, դա եւս մեկնաբանվեց, որ փաստորեն տեսեք, այս է իր վերաբերմունքը այս ընկերությանը եւ այն սպառողներին, որոնց այս ընկերությունը ծառայություններ է մատուցում, իսկ դուք ասում եք Կարապետյանը պայքարելու է չպետականացնելու համար, որպեսզի դրական այստեղ Չէ, տեսնելով ինչ է կատարվելու ապագայում, այսինքն պետականացնելու դեպքում մենք ներսի մարդ լինելով, իմանալով իրավիճակը, հայփոստի օրինակը եւ այլ, այսինքն փորձը ցույց է տալիս, որ պետականացնելու դեպքում հայփոստը տրվել է կառավարման, հետ վերցրեցին 2.5-3 անգամ թանկացավ սպասարկում հայփոստի։ Ես նկատի ունեմ պարոն Կարապետյանի խոսքից ենթադրվում էր, որ իր համար միևնույն է, թե կառավարությունը հեծի պետականացման գործընթացը։ Պարոն Կարապետյան, ես ցավում եմ, որ գոնե adekvat մարդիկ պետք է հասկանային, իսկ ես մեր ազգի 90 եւ ավել տոկոսին համարում եմ adekvat։ Կյանքում լինում են շատ իրավիճակներ, երբ որ մարդ կանգնում է ընտրության առաջ, զիջել իր սկզբունքները, թե կուլ գնալ, այսպես ասած, ինչ-որ հարստության կամ ինչ-որ ունեցվածքի։ Սամվել Կարապետյանը օֆիցիալ հայտարարում եմ, թքած ունենալ արտահայտությունը եղել է հետևյալ կոնտեքստով։ Եթե պետք է ինձ շանտաժի ենթարկեն իմ ունեցվածք հեծով, այո, ես թքած ունեմ այդ ունեցվածքի վրա, բայց չեմ զիջի իմ սկզբունքները, այս պարագայում եկեղեցու պաշտպանությունը։ Բայց չի զիջի նաև հեծը պետականացնելու կառավարության ծրագրի հարցում, պարոն Կարապետյանը, ես ճիշտ հասկացա։ Չի հակասում իրար։ Չէ, հակասության համար չեմ ասում, որ այս process-ում ինքը չի զիջի եւ հեշտությամբ չի թողնի, որ պետությունը Ես կարծում եմ, որ միջևերջ չի զիջելու, ճանաչելով պարոն Կարապետյանին, գիտեք, շատ դժվար է արտահայտվել ղեկավարի մասին, որովհետեւ լսողների մեծամասնությունը կարծելու են, որ այդպես աշխատող ես, դե ուրիշ բան չէիր կարող ասել եւ այլ եւ այլ։ Ես հիմա ասում եմ անկեղծ, անկախ էստեղ աշխատել չաշխատելուց, ես այդ հայի տեսակ ընդունում եմ, ինքս էլ փորձում եմ ապրել նույն կերպ։ Ես էլ եմ քրիստոնյա, ես էլ հաստատում եմ Կարապետյանի խոսքերը, ինչպես նաեւ մեր կոլեկտիվի շատ մեծ մասը։ Իրանի դեսպանն այսօր մամլո ասուլիսի ընթացքում բավական ուշագրավ հայտարարություններ արել, բայց մինչև այդ հայտարարություններին անդրադառնալը նշեմ, որ ասուլիսը սկսվել է սկանդալով, ազատության լրագրողին, ում վերջերս հենց դեսպանը բացառիկ հարցազրույց էր տվել, վերջինս դուրս է հրավիրել, հայտարարելով, որ Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցի լրագրողի ներկայությամբ չի խոսի։ Իսկ ահա բուն ասուլիսում Իրանի դեսպանը նշել է, որ Թեհրանը դիմել է Բաքվին պարզաբանումներ ստանալու արդյոք Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից։ Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառում, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից։ Այսօր մամուլի ազգային ակումբում Մեհդի Սոփանին շեշտեց հետախուզական տվյալների հիման վրա Թեհրանը դիմել է Բաքվին։ Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են հարևան երկրների կողմից մեր տարածք մտել։ Այդ պատճառով Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ։ Կսպասենք տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն, որից հետո կկայացնենք որոշում, թե ինչպես արձագանքել։ Իրանի դեսպանն ընդգծեց, մեջբերում եմ, հնարավոր է եւ հավանական է, որ թշնամի սիոնիստական ռեժիմը այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի։ Միաժամանակ հիշեցրեց, ադրբեջանական կողմը վստահեցրել է, թե թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ։ Դիտարկմանը, որ Իրանը շատ ուժեղ հետախուզություն ունի տարածաշրջանում եւ հետեւաբար հնարավոր է, որ նկատած չլիներ, որ հարձակումը Ադրբեջանից է եղել, դեսպանը պատասխանեց։ Հենց մեր հետախուզական համակարգի կողմից է եղել, որպեսզի իրանական կողմը դիմի Ադրբեջանին այդ հետաքննությունը անցկացնելու համար։ Մենք կսպասենք պաշտոնական աղբյուրների հայտարարությանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեկ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել էր Իլհամ Ալիևին մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն իսրայելական անօդաչու թռչող սարքերը եւ ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։ Ալիևը հերքել էր այդ պնդումներն, ասելով, թե Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ։ Չնայած Բաքվից հնչող հավաստիացումներին իսրայելական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության ոլորտի անանուն մի պաշտոնյայի երեկ հաղորդել էին, որ իսրայելական զինված ուժերը պատերազմի ընթացքում գործել են
Իրանին մոտ մի երկրում, առանց հստակեցնելու, թե որ երկրի մասին է խոսքը։ Վերջին շրջանում Բաքուն եւ Թել Ավիվը սերտացրել են իրենց համագործակցությունն, այդ թվում պաշտպանական ոլորտում։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով միայն 2016-ից 20 թվականները Ադրբեջան ներմուծված զենքի շուրջ 70%-ը իսրայելական արտադրության է։ Խորացող այս կապերը Իրանում վաղուց արդեն անհանգստության պատճառ են դարձել։ Պաշտոնական Բաքուն սակայն այսօր էլ շտապել է հերքել, թե իսրայելական անօդաչու թռչող սարքերը Իրանի օդային տարածք են մտել Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը ընդունելու ժամանակ նախագահ Ալիևը անհեթեթություն է որակել այդ պնդումները։ Որոշ շրջանակներ կեղծ լուրերի եւ ստի վրա հիմնված տեղեկություն են տարածում, վնասելով Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններին։ Չնայած Բաքվից հնչող հավաստիացումներին, պաշտոնական Թեհրանը հետաքննության արդյունքներին է սպասում։ Արդյոք Ադրբեջանի տրամադրած տվյալները արժանահավատ կլինեն Թեհրանի համար։ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր ուղիղ պատասխան չտվեց, ասելով, թե պետք է սպասել։ Իդեպ իրանցի դիվանագետը անդրադարձավ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը արևմտյան Ադրբեջան որակող Բաքվից հնչող հայտարարություններին, հակադարձելով. عبارت آذربایجان غربی یه استان در جمهوری اسلامی ایرانه. Արևմտյան Ադրբեջան անվանումը, որն օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է եւ այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես եթե այն ենթադրում է տարածքային պահանջ, հատկապես Հայաստանի նկատմամբ։ Դեսպան Սոփանին այսօր էլ վերահաստատեց Իրանի դիրքորոշումը։ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եվ հաղորդման ավարտին դարձյալ ուղիղ կապ հաստատենք իմ գործընկեր Նաիրա Բուլղադարյանի հետ, ով աշխատում է քննչական կոմիտեի մոտ։ Ես հիշեցնեմ, որ այնտեղ մոտ 3 ժամ առաջ մտել է Միքայել arczepiskopos Աջապահյանը եւ տեսնենք, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվել այս ընթացքում։ Նաիրա, ողջույն, դու թերում ես, խնդրում եմ ներկայացրու, թե ինչ է այս ընթացքում եւ արդյոք ինչ է սպասվում։ Ժամը արդեն 3 ժամը լրանում է, ինչ Միքայել arczepiskopos Աջապահյանն իր փաստաբանների հետ քննչական կոմիտեում, սովորաբար 3 ժամ է տևում քննչական գործողությունը, հարցաքննությունը, հետևաբար կարող ենք ենթադրել, որ շուտով կավարտվի դա ու պարզ կլինի հետագա ընթացքը, իսկ հետագա ընթացքը այն է, որ նրան այս ընթացքում պետք է արդեն մեղադրանք ներկայացնեին եւ կալանավորելու որոշումը քննելու համար տեղափոխեն դատարան։ Հիշեցնեմ, որ 3 քննչական կոմիտեն հաղորդեց այս մասին, որ քրեական գործ է հարուցվել իշխանության զարման կոչեր եւ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Խոսքը վերաբերում է 23 թվականին Շիրակի թեմի առաջնորդի արած արտահայտություններին, թե ինչու է քննչական կոմիտեն 2.5 տարի հետո հիշել այդ մասին, մինչեւ այս պահը որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն ասել, որևէ բացատրություն չեն տվել։ Եվ այս 3 ժամերի ընթացքում ինչ նրանք ներսում են, հարցաքննվում են, մեղադրանքն է ներկայացվում, հավաքվել են այստեղ մի քանի տասնյակ ոստիկաններ, ինչպես նաև նաև աջակիցներն են հավաքվել, որոնցից մի քանիսին այսօր ձերբակալեցին կասկածանքով, որ նրանք խոչընդոտել են արդարադատությանը, թույլ չեն տվել սրբազանին բերել այստեղ։ Թերևս այսքանը տաթև աջակիցներն են, որոնք պարբերաբար այստեղ աջակցության կոչեր են հնչեցնում, նաև մեղադրանքներ իշխանության հասցեին։ Շնորհակալություն Նաիրա Բուլղադարյանն էր հաղորդում քննչական կոմիտեի մոտից։ Ես հիշեցնեմ, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը մոտ 3 ժամ առաջ մտել է քննչական կոմիտե իր փաստաբանների հետ եւ այնտեղ քննչական գործողություններ են տեղի ունենում։ Այսքանն էինք նախատեսել այս եթերաժամի համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 4-ից։ Հաջողություն։